Իրաքում ցույցերը նոր թափ են առել։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում զինված ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա, ինչի հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների 2 աշխատակից, 30-ը վիրավորվել են։ Ըստ տեղական Մեհր Նյուզի, մի խումբ առևտրականներ փակել են իրենց խանութները եւ հավաքվել են փողոցներում։ Ցուցարարների ընդհանուր թիվը հասնում է մոտ 300-ի։ Մարդաշատ բողոքի ակցիաներին միացել են նաև այն քաղաքները, որոնք մինչև այժմ ակտիվություն չեն ցուցաբերել։ Մի շարք զինվորական ուժեր նույնպես միացել են անհնազանդությանը։ Գիշերը բողոքի ցույցի մասնակիցները գրավել են Իրանի Նիշապուր քաղաքը։ Նրանք զինված հարձակվել են իրավապահների, հանրային ու վարչական նշանակության օբյեկտների վրա։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են մի շարք քաղաքներում շուկաների գործադուլի ուսանողական ակցիաների մասին։ Ցույցերի ժամանակ հիմնականում հնչել են «Մահ Խամենեին», «Մահ բռնապետին», «Փահլավին վերադառնալու է» վանկարկումները։ Հալեպում ռմբակոծության հետևանքով հայեր են վիրավորվել։ ABC մեդիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Հալեպի հայ համայնքի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը։ Գիշերվա ռմբակոծության հետևանքով են վիրավորվել մեր հայրենակիցները, վնասվել են նրանց տներն ու մեքենաները, ասել է Ռեյիսյանը։ Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ, լսվել են հրաձգության ու հարվածների ձայներ, սակայն լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն արձանագրվել։ Հայ համայնքի համար ազգային առաջնորդարանի սրահները բացվել են ապաստան տրամադրելու նպատակով։ Նա նշել է, որ գործում են կամավորական խմբեր, իսկ Կարմիր խաչի բուժկետը շարունակում է բաց մնալ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով։ Ըստ Ժիրայր Ռեյիսյանի, համայնքները փորձում են հնարավորինս աջակցել միմյանց։ Նյու Յորքում բողոքի լայնածավալ ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ դաշնային իմիգրացիոն ծառայության գործակալը Մինեապոլիսում կրակել եւ սպանել է մի կնոջ։ Ըստ իրավապահ մարմինների, կինը փորձել է մեքենայով վրայերթի ենթարկել գործակալներին։ Քաղաքապետը պահանջել է նրանցից հեռանալ Մինեապոլիսից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է գործակալին, նշելով, որ նա ակնհայտորեն գործել է ինքնապաշտպանության նպատակով։ ԱՄՆ-ի Յուտայի նահանգում մորմոնական եկեղեցու ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։ 2 մարդ զոհվել է, 6-ը վիրավորվել։ Թեպետ տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցները պատահական չեն եղել, սակայն ըստ ամերիկյան մամուլի, միջադեպը չի թվում որևէ կրոնի դեմ ուղղված թիրախավորված հարձակում։ Եկեղեցու խոսնակ Գլեն Միլսը լրագրողներին հայտնել է, որ սկզբում վիճաբանություն է տեղի ունեցել։ Սոլտ Լեյք Սիթիի քաղաքապետի խոսքով սա երբեք չպետք է տեղի ունենար աղոթավայրի մոտ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թրամփին համոզել են, որ ինքը կոկաինի գործարաններ ունի։ Նրա խոսքով Կոլումբիայում գործարաններ չկան, միայն կան խրճիթներ, ուստի դրանք ռմբակոծելն անիմաստ է։ Դա կհանգեցնի միայն աղքատ մարդկանց մահվան, որոնք այլընտրանք չունեն։ Պետրոն շեշտել է, որ ԱՄՆ նախագահը հիմար չէ։ Նրա մասին շատ բան կարելի է ասել, բայց ոչ դա, ասել է Կոլումբիայի նախագահը։ Ռազմական բյուջեի տեսակը, որը ունի ԱՄՆ-ն, բնորոշ է երկրի, որը պատրաստվում է համաշխարհային կամ տարածաշրջանային պատերազմի, նշել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։ Նրա այս դիրքորոշումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական բյուջեի վերաբերյալ հայտարարության հետ։ X-ի իր միկրոբլոգում Թրամփը գրել է. «Մեջբերում ԱՄՆ ռազմական բյուջեն պետք է լինի ոչ թե 1, այլ 1.5 տրիլիոն դոլար»։ Գումարի ավելացումը ԱՄՆ նախագահը կապել է սպասվելիք խոցելի եւ վտանգավոր ժամանակների հետ, նշելով, որ նմանօրինակ բյուջեն կօգնի ունենալ երազանքների բանակ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է այն տեղեկությունը, որ 3 արգրաված Մարիներա նավթ տեղափոխող նավը պատկանել է Ռուսաստանին։ Դա ռուսական կեղծ նավթատար էր, ասել է նա։ Այն վարձակալել է մասնավոր վաճառող Գաանայի դրոշի ներքո։ Նա Ատլանտյան օվկիանոսում դրոշը փոխել է ռուսականի, երբ նրան արդեն ուղեկցում էր ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը։ Սպիտակ տունը հաստատել է նաև վենեսուելական Սոֆիա տանկերի կալանման մասին տեղեկությունը։ ԱՄՆ պատերազմի
պատվիրակազմի նախարար Փիթ Հեքսետը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ նավի կալանավորումը Հյուսիսատլանտյան օվկիանոսում կապված է վենեսուելական նավթի փոխադրումների շրջափակման հետ։ Ամերիկյան կողմը պնդել է, որ լցանավը ապօրինաբար է տեղափոխել նավթը, խախտելով պատժամիջոցները։ Եղանակային վատ պայմանները հանգիստ չեն տալիս նաև Ալյասկայի բնակիչներին։ Ջունո քաղաքում մեկ շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել։ Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո խաղաղապահ ուժեր ուղարկել, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Թուրքական կողմն ընդգծել է, որ պատրաստ է սատարել մշտական խաղաղությանն ուղղված բոլոր կառուցողական քայլերին եւ արդեն իսկ միացել է կամավորների կոալիցիային։ Այս հայտարարություններին զուգահեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ զգուշացրել է տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքների մասին, շեշտելով, որ հորիզոնում ի հայտ է գալիս էներգետիկ ռեսուրսների համար նոր եւ շատ ագրեսիվ մրցակցություն։ Էրդողանը նաև նկատել է, որ Արևմուտքը կորցնում է իր երբեմնի ազդեցիկ փաստարկները, որոնք նախկինում օգտագործում էր այլ երկրներին սպառնալու համար, ինչը վկայում է աշխարհակարգի փոփոխության եւ նոր մարտահրավերների մասին։ Ամանորի գիշերը հանրապետության մի շարք հասցեներում հոսանքազրկումների համար Հայաստանի վարչապետը մեղադրել է Հայաստանի էլեկտրական ցանցերի նախորդ ղեկավարությանը։ Նա պնդել է, թե հոսանքազրկումների պատճառը նախորդ տարիներին ոչ պատշաճ սպասարկումն ու մեջբերում անարդյունավետ կառավարումն է եղել։ Փաշինյանը չի բացառել, թե տարիներ շարունակ ստեղծված իրավիճակը դիտավորյալ է պահպանվել քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար։ Վարչապետի մեղադրական հայտարարություններին արձագանքել է մեր ձևով շարժման խոսնակը, շեշտելով, որ մեջբերում Հայաստանում չկա մի ընտանիք, որին Փաշինյանը չի խաբել։ Մեկ բան է փոխվել, նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքները բազմաթիվ հասցեներում եւ աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին։ Խոսնակի պարզաբանումից հասկանում ենք, որ անցած տարի նախատեսվել է 45 միլիարդ դրամի ներդրում կատարել, փոխարենը կատարվել է 25 միլիարդի։ Շատ տպավորվել։ Հայտնի է, թե ինչու Հայաստանում թոշակները չեն բարձրանում։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր հերթական տպավորիչ բացահայտմամբ, պատմելով մի թոշակառուի մասին, ով 50,000 դրամ թոշակի կեսից ավելին ծախսում է ջեռուցման վրա, բայց միևնույն է մրսում է։ Ըստ Փաշինյանի, եթե թոշակը բարձրացնեն 20,000 դրամով, քաղաքացին ուղղակի ավելի շատ փող կծախսի էլեկտրաէներգիայի վրա, քանի որ տան դռներից ու պատուհաններից ծառը օդ է գալիս։ Հետևաբար ավել փող տալու փոխարեն պետք է էներգետիկ վերափոխում անել, որպեսզի մարդիկ ավելի քիչ ծախսեն ու ավելի տաք ապրեն, ինչը ըստ վարչապետի պահանջում է լուրջ վերլուծական եւ ինտելեկտուալ աշխատանք։ Եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տոնը տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս Հայաստան, տեղեկությունը հաստատել է էկոնոմիկայի նախարարությունը։ Ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլյար տեսակի բենզին, որը նույնպես շուկայականից մինչև 80 դրամեժան է լինելու, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Նյուզեյեմի հետ զրույցում։ Պապոյանի խոսքով մոտակա օրերին դիզվառելիքով բեռնված գնացքը կհասնի Հայաստան։